Ողջույն բոլորին, ձեր հետ Մանեն է և դուք իմ ալիքում եք։ Մենք այսօր կպատրաստենք չորահաց, որի վրա քսելու ենք տարբեր համեմունքներից խառնուրդ։ Այս համեմունքների խառնուրդը իր մեջ պարունակում է սովանական աղ, աջիկը, խմելի սյուների և տարբեր համեմունքներ։ Գծու և քաղցր, աջիկ գծու կարմիր բիբար, լցնում ենք գթալի 2/3 մասը։ Կարմիր քաղցր բիբար, որը նույնպես լցնում ենք գթալի 2/3 մասը, աղ 1/3 մասը գթալի, 1/3 մասը գտալի, ավելացնում ենք 2 ճաշի գթալ ձեթ, ձեթ 2 ճաշի գթալ, և խառնում ենք այսպիսի մոխրիկ է ստացվում։ Ոչ շատ թանձր, ոչ էլ շատ ջրիկ։ Լավ խառնում ենք, որպեսզի լուծվեն բոլոր համեմունքները։ Վերջ այսպես ստացեց։ Կամ ինչպիսի զանգված ստացեց, զանգված։ Ահա, մենք մածուկը պատրաստ է։ Հիմա վերցնում ենք և անցնում ենք հացին։ Ես արդեն կտրատել եմ հացը։ Կտրատում ենք քառակուսիներ, չորահացի չափ, կարող եք ոնց եք կտրատել։ Դնում ենք ֆոլգա մեր տարայի վրա և դրան լցնում ենք մեր կտրատած չորահացը։ Տարածում ենք ամբողջ տեղով մեր։ Այսպես է ստացվում։ Վերցնում ենք մեր վրձինը, մածուկը և սկսում ենք այսպիսի ձևով քսել մեր չորահացի վրա, այսպես։ Քսում ենք, քսում։ Կվերադառնամ քսելուց հետո։ Բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունում։ Ահա, այսպես ստացվեց, սկսեցի։ Հիմա դնենք ջեռոց։ Իսկ հիմա դնում ենք ջեռոց, որը 200 աստիճանի տակ է դրված։ Եվ պատրաստվելու է 15 րոպե 200 աստիճան։ Դե ինչ, անցավ 13 րոպե։ Եվ մեր սուխարիները պատրաստ են, եկեք փորձենք և գնահատենք։ Շատ համեղ, առաջարկում եմ փորձել։ Ես այս սուխարիները ամեն շաբաթ պատրաստում եմ, շատ համարներ են։ Ուզեցի այս համեղ բաղադրատոմսով կիսվել ձեր հետ։ Դե ինչ, բաժանորդագրվեք այս ալիքին, եթե ձեզ դուր եկավ տեսահոլովակը դրեք լայքեր, տարածեք և տեսություն, կհանդիպենք հաջորդ տեսահոլովակում։